Մոսկվա կինոթատրոնում ապագա ֆիլմի առաջին ցուցադրությունն է։ Ֆիլմի հերոսները մարդիկ են, որոնք իրենց աշխատանքով այսօր դնում են Հայաստանի ավելի ամուր ապագայի հիմքերը։ Նրանք հայրենադարձներ, արվեստագետներ, գիտնականներ ու ստեղծագործողներ են, որոնք որոշել են մնալ, աշխատել ու փոխել իրենց երկիրը։ Իմ նախորդ ֆիլմերը հիմնականում կենտրոնացած էին Լեռնային Ղարաբաղի պատերազմի վրա, եւ ինձ համար շատ կարեւոր էր ստեղծել մի նոր ֆիլմ, որը աշխարհին կպատմի նոր սերնդի մեր տաղանդավոր հայերի մասին։ Այսօր միջազգային հանրությունը Հայաստանը հաճախ տեսնում է պատերազմի պրիզմայի միջոցով, բայց Հայաստանը միայն դա չէ։ Մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք եւ իմ ցանկությունն է, որ մարդիկ արտերկրում տեսնեն այն տաղանդն ու էներգիան, որով մարդիկ աշխատում են այս երկրի զարգացման։ Ֆրանսահայ ռեժիսորի հետ ֆիլմի վրա մեծ թիմ է աշխատել աշխարհի տարբեր կետերից։ Ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի ու Կինոպոիսկի աջակցությամբ։ Yandex Armenia-ի համար շատ կարևոր է նման նախաձեռնություններին աջակցելը, քանի որ նման աջակցություններն են ցույց տալի եւ պատմում այն մարդկանց մասին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են մեր երկրի վաղվա օրը արդեն իսկ այսօր։ Ֆիլմի հերոսներին միավորում են նույն նպատակը աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը, ցույց տալ մեր երկրի տաղանդավոր ներուժն ու հնարավորությունները։ Կայլը Լոս Անջելեսից վերադարձած հայրենադարձ է, որի նախաձեռնությունը նոր կյանք է տվել հայկական ձեռագործ գորգագործությանը։ Նրա ստեղծած կայքի միջոցով վաճառվում են հեռավոր գյուղերի կանանց հյուսած գորգերը, հասնելով աշխարհի միջև ամենահեռավոր կետեր։ Եկա, սիրահարվեցի գորգերին ու հասկացա, որ ուզում եմ գորգերով զբաղվել, երբ որ տեսա ու հասկացա, որ դեռևս կան պրոֆեսիոնալ գորգագործներ գյուղերում, բայց իրենք տեսանելիության լուրջ խնդիր ունեն շուկաներում եւ տեղական շուկայում եւ միջազգային շուկայում, ես հասկացա, որ այդ խնդիրը ես կարող եմ գուցե ինչ-որ փոքր չափով լուծել։ Ֆիլմի երկրորդ հերոսը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։ 18 տարեկանում նրա հիմնադրած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարիների ընթացքում հաջողությամբ ելույթ է ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում, ներկայացնելով հայկական երաժշտությունը միջազգային լսարանին։ Բացի այդ, Սմբատյանի նախաձեռնած կրթական ծրագրերը հարյուրավոր երեխաների հնարավորություն են տալիս բացահայտել դասական երաժշտության աշխարհն ու իրենց ապագան տեսնել հենց Հայաստանում։ Երրորդ պատմության հերոսը Գայանե Հակոբյանը Հայաստանում առաջին անալոգային տիեզերական առաքելության ղեկավարն է։ Գերմանիայում ստացած գիտելիքներով նա Հայաստան է վերադարձել, նպատակ ունենալով տիեզերական արդյունաբերության մեջ ներգրավվելու հնարավորություններ ստեղծել երիտասարդ հայ գիտնականների համար։ Անգամ հիմա խոսելով նույնիսկ մասնագետների հետ տեսնում եմ թերահավատություն տիեզերքի տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ։ Դրա համար ես ապագա տանելով, ապագա գնալով փորձում եմ ցույց տալ Հայաստանում, սկսելով երեխաներից, ակադեմիայից, թե ինչպիսի ապագա կարող է ունենալ Հայաստանի տնտեսությունը, եթե թևակողի տիեզերական տեխնոլոգիաների ոլորտ։ Ապագա ֆիլմը ոչ միայն պատմություն է հերոսների մասին, այլև ուղերձ պրոֆեսիոնալներին, որ Հայաստանում մնալով ու այստեղ աշխատելով է, որ կարող են ավելի լավ ապագա կերտել երկրի համար։